Դա 97 թվականի փուլային տարբերակն էր, որը մենք ցավոք մերժեցինք, որին հետևեց հեղափոխությունը, Տեր-Պետրոսյանի հեռանալը, հրաժարականը, ռազմապետական հեղաշրջում, ինչ բառ ուզում ենք ասել, արդեն պատմություն է, եւ դա մենք մեր շանսը կորցրեցինք։ Դիվանագիտության մեջ կարևորագույն գործոնը ժամանակի բանը զգալն է։ Ես դες փորձեմ ավելի, ինչ ասեմ, ավելի կենցաղային օրինակով տալ։ Այսպեսի մի բան կա, չէ, երբ որ դուք ուզում եք վաճառել ձեր ակնոցները, ու ասում եք սրա գինը արժի 1000 դրամ, ու գնորդ է հայտնվում, ու քեզ ասում է, գիտես, ես 900 կտամ քեզ, դու ասում ես, չէ, 1000-ից պակաս չեմ տա, հետո զգում ես, որ դա միակ գնորդն էր ինքը, ու դու գնում ես իրան ասում ես, դե եկեք 900 կտամ, ասում է, չէ, 900 չեմ ուզում։ Հիմա էլ իրավիճակ փոխվել։ Իրավիճակը փոխվել։ Սա է դիվանագիտության, ես շատ պրիմիտիվացրեցի, բայց դիվանագիտության, ինչ ասեմ, չարությունը սրա մեջ է նաև, որ դու ժամանակի գործոնը հաշվի չես առնում։ Դու պետք է ժամանակի գործոնը հաշվի առնեիր։